Ամանորյա գնումների եք եկել, որքան գումար եք նախատեսել ամանորի համար, կարողացաք ձեր նախատեսած գումարի մեջ տեղավորվել։ Այնքան թանկ է, որ չես կարող առնել։ Անթոշակն է քիչ, աշխատավազն էլ 50,000, չի բավարարում։ Ինչքան գումար եք նախատեսել ամանորի համար մոտավորապես։ Դե մի 100-120,000 թոշակն ու աշխատավազ դնում եմ, ազիվ կարողանում եմ ելագնել։ Կամ դասավոր եմ, բայց չնչին։ Քիչ բաներ ես առնում, որպեսզի կարողանաս տեղավորվես։ Շատ դժվար է, օրեցօր գները բարձրանում է։ Ասում փառք, ամեն մեկը գնում է իր զամբյուղի պարունակությունը, ինչ գումարի մեջ տեղավորվում է։ Թող բոլոր հայ ժողովուրդը ունենան հնարավորություն զամբյուղից ավել գնեն։ Տեղավորվում ենք, հա։ Նախորդ տարվա համեմատ ավելի գների փոփոխություն նկատել եք, թե այդքան էական փոփոխություն չկա։ Էական չկա, չկա, մեր համար չկա։ Ավարտել եք գնումները, թե նոր եք սկսել։ Նոր եմ սկսել, բայց չի բավարարում։ Շատ ահավոր թանկ է, շատ թանկ է։ Ինչքան եք նախատեսել։ Դե չգիտեմ, ինչքան եմ նախատեսել, ամենայն դեպս շատ թանկ է, ահավոր գներ այսօրվա պայմաններում Հայաստանում ապրելը շատ ահավոր է, շատ վտանգավոր է եւ այ բոլոր առումներով։ Նախորդ տարվա համեմատ որ բան եք, նայում եք շատ թանկ է։ Շատ թանկ է, իհարկե շատ թանկ է։ Իբր թե որտեվ 4000-ով ոչ մեկ քեզ բարև շուկա չի թողիցկի։ Ինչքան եք նախատեսել մոտավորապես։ 150-ից 200,000 դրամ։ Նախորդ տարիների համեմատ իսկ գների փոփոխություն նկատել եք, թե նույնն է ամեն ինչ։ Նույնն է, կարևորը է, որ ասում է, եթե ամեն ինչը չափի մեջ առնում ես, կամ կարանաս ամեն ինչի մեջ տեղավորվես, եթե ասենք մի բան առնես չափից շատ ու մնացածը այն որ ինչ որ հաշվի ես արել որ պետք է առնես, պարզա որ կարողա չհերիքի։ Այս տարվանը մի քիչ թանկ է գները, այս տարի։ Օրեցօր գները բարձրանում է, բայց թոշակն էլ ասենք խոստացան որ մի 20,000 կավելացնեն, այն ժամանակ Փաշինյանն ասաց, եթե մեկը ստանում է 41,000, իմը կստանա կավելացնեն կլինի 68,000, էլի որոշ բան էդի շատ լավ էր, բայց հենց եղավ որ 2-3,000 դրամ երկու անգամ ավելացրեց, ընդհանուրը 6-7,000 դրամ կազմեց, էլի օգուտ չի տալիս, էլի։ Դուք շուկայում եք աշխատում, քաղաքացիների հոսքը նախորդ տարվա նման է, թե ավելի պասիվ, ավելի ակտիվ է։ Այս տարի ես կարող եմ ճիշտ, ես սիրում եմ ճիշտ արտահայտվել, ավելի լավ էր, քան նախորդ տարիները։ Չգիտեմ դա ինչից էր, թող բոլորն ավելի շատանան, դա ես շատ ուրախ կլինեմ ոչ թե ինչ որ առևտրի պահով, այլ զգան, որ ժողովուրդը արդեն լավ վիճակում է։ Մարդիկ չեն արտահայտվում, բայց սաղ պարտքով են, ինչ որ անում են, ասենք հարևաններին, որով մեկին ցույց տալու համար, որպեսզի երեխաները առաջել ամոթարժ չլինեն։ Ընդհանուր առմամբ ոնց որ ձևականություն լինի առևտուրը։ Մեծ սիրով շնորհավորում եմ բոլորի ամանորը, Սուրբ Ծնունդը, թող այս գալիք նոր տարին լինի խաղաղության, առողջության, բարգավաճման եւ բարիության տարի։ Տարեթիվը փոխվում է, բայց պետք է մարդիկն էլ փոխվեն, մի քիչ սրբանան, մաքուր, ազնվություն, հետո խղճով վերաբերվեն մեկ միսի հետ, հարգեն իրար, ներեն, սիրեն, բայց ոչ բան չկա, որպես քրիստոնեություն մեր մարդկանց մեջ գնալով վերանում է։ Թող լինի ուրախ տարի, լավ տարի, անցած տարին այդ 25 թիվը շատ բադ բաներ է բերել մեզ, շատ ենք տուժվել, թող 26 թիվը շտկվի, խաղաղ, հանգիստ երկիր դառնա մեր ժողովրդի, մեր սերնդի, մեր երեխաների համար։ Թող առողջ լինեն, երկրին խաղաղություն լինի։ Ինչ ասեմ, մի հատ թազա վարչապետ։ Հինը օգուտ չի տալի, վնասից բացի։